Դավիթ, արագացրու, մենք ուշանում ենք։ Լիլիթ, Ինչ է եղել։ նայիր ինչ եմ գտել, այնտեղից։ Բայց ով ես դու։ Ինչպես ես հայտնվել այստեղ։ Ես այն միակ քարտեզն եմ, ով կպատմի ձեզ Հայաստանի մարզերի եւ դրանց հողերի տիպերի մասին։ Բայց մենք գիտենք Հայաստանի մարզերը։ Հայաստանի մարզերը իմանալը դեռ շատ քիչ է։ Այ օրինակ, ինչ գիտես Արագածոտնի մարզի մասին։ Ոչինչ, ես ձեզ կպատմեմ դրա մասին։ Արագածոտնի մարզ։ Տարածքը 2756 կիլոմետր քառակուսի։ Բնակչությունը 124.7 բնակիչ։ Կենտրոնը քաղաք Աշտարակ։ Արագածոտնը Հայաստանի Հանրապետության մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում։ Իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի եւ Տավուշի մարզերին։ Այն կազմավորվել է Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Արագածի նախկին վարչական շրջանների միավորումից։ Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտ գավառի անունից։ Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի եւ Արագած լեռնագագաթի միջև։ Մարզի տարածքի մեծ մասը զբաղեցնում են չոր լեռնատափաստանային եւ լեռնատափաստանային լանդշաֆտները, որտեղ տարածված են շագանակագույն հողերն ու սևահողերը։ Տարածքի մակերևույթի բարձրաձակ բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ մարզի կլիման նույնպես բազմազան է։ Կոտայքի մարզ։ Տարածքը 2086 կիլոմետր քառակուսի։ Բնակչությունը 250.9 բնակիչ։ Կենտրոնը քաղաք Հրազդան։ Կոտայքը կենտրոնական դիրք է գրավում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նա միակ մարզն է, որը որևէ արտասահմանյան պետության հետ սահման չունի։ Կոտայքը միաժամանակ այն 4 մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։ Մարզը կազմավորվել է նախկին 3 վարչական շրջանների՝ Հրազդանի, Աբովյանի եւ Նաիրիի միավորումից։ Կոտայքն աչքի է ընկնում ռելիեֆի բնական լանդշաֆտների եւ ռեսուրսների մեծ բազմազանությամբ։ Շագանակագույն հողեր օգտագործվում են այգեգործության, խաղողագործության նպատակներով։ Կոտայքի մարզը բնակչության թվով եւ միջին խտությամբ Հայաստանի Հանրապետությունում 3-րդն է, իսկ ուրբանիզացման մակարդակով 4-րդն է։ Արարատի եւ Արմավիրի մարզեր։ Արարատի մարզ։ Տարածքը 2090 կիլոմետր քառակուսի։ Բնակչությունը 256.5 բնակիչ։ Կենտրոնը քաղաք Արտաշատ։ Արմավիրի մարզ։ Տարածքը 1242 կիլոմետր քառակուսի։ Բնակչությունը 263.9 բնակիչ։ Կենտրոնը քաղաք Արմավիր։ Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատը եւ Արմավիրը տարածքով ամենափոքր, բայց առավել խիտ բնակեցված մարզեր են։ Արմավիրի մարզը կազմավորվել է Էջմիածնի, Արմավիրի եւ Բաղրամյանի, իսկ Արարատի մարզը Մասիսի, Արտաշատի եւ Արարատի նախկին վարչական շրջանների միավորումից։ Արարատի եւ Արմավիրի մարզերի տարածքները կազմել են պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Արարատի մարզերի լեռնային մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը եւ Ուրծի, Դահնակի եւ Երանոսի միջին բարձրության լեռները։ Վերջիններիս նախալեռներում չորային կլիմայի պայմաններում հիմնականում ջրամերժ ապարների վրա գոյացել են ռելիեֆի ձեզ հայտնի յուրահատուկ տիպ՝ վատահողեր։ Վատահողերը հողագործունեության համար պիտանի տարածքներ չեն։ Արմավիրի մարզի կլիման հետևապես եւ հողաբուսական ծածկը գրեթե նույնությամբ կրկնում են Արարատի մարզի հարթավայրային մասի կլիման եւ հողաբուսական ծածկը։ Շիրակի մարզ։ Տարածքը 2680 կիլոմետր քառակուսի։ Բնակչությունը 231.2 բնակիչ։ Կենտրոնը քաղաք Գյումրի։ Շիրակի մարզը տարածքի մեծությամբ Հայաստանում միջին տեղ է գրավում։ Բնակչության թվաքանակով եւ խտությամբ 4-րդն է։
Մարզը կազմավորվել է Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոտքի և Ամասիայի նախկին վարչական շրջանների միավորումից։ Շիրակի աշխարհագրական դիրքի կարևոր կողմերից մեկն այն է, որ հյուսիսում սահմանակից է հայաբնակ Ջավախքին։ Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում, քան ներկա մարզը։ Շիրակի բնական լանդշաֆտները, ի տարբերություն մյուս մարզերի, միատարր են։ Անտառային հողերը քիչ տարածված են։ Հիմնականում հանդիպում են Բազումի լեռնաշղթայի և Աշոտքի անտառապատ հատվածներում։ Դրանք բարենպաստ են անտառային բուսականության և վայրի բնության համար։ Շիրակի մարզը հարուստ է իր շինանյութերի, տուֆի, պոեմզայի և բազալտի հանքերով։ Սյունիքի մարզ։ Տարածքը 4506 կմ²։ Բնակչությունը 137,3 բնակիչ։ Կենտրոնը քաղաք Կապան։ Սյունիքը տարածքի մեծությամբ Հայաստանի Հանրապետությունում երկրորդն է, իսկ միայն ցամաքային տարածքի չափերով առաջինը։ Նախկինում Սյունիք անունով կոչվել է Մեծ Հայքի 9-րդ նահանգը, որի մի հատվածն է միայն ներկայիս Սյունիքի մարզը։ Մարզը կազմավորվել է Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու նախկին վարչական շրջանների միավորումից։ Այն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության տարածքի ծայր-հարավարևելյան հատվածը, որը նախկինում 3 կողմից սեղմված էր՝ Ադրբեջանի, Նախիջևանի, ինքնավար հանրապետության և Իրանի միջև։ Սյունիքը մեր երկրի ամենալեռնոտ և մակերևույթի բարձրությունների ամենամեծ տարբերություններ ունեցող մարզն է։ Լեռնային սևահողեր հանդիպում է Սյունիքի բարձրադիր հարթավայրերում, հատկապես Սիսիանի և Գորիսի շրջաններում։ Լեռնային սևահողերը համեմատաբար բերրի են, հարմար են հացահատիկային, կերային և բանջարեղենային մշակաբույսերի աճեցման համար։ Այստեղ կլիման չոր մերձարևադարձային է։ Գեղարքունիքի մարզ։ Տարածքը 5349 կմ²։ Բնակչությունը 227,7 բնակիչ։ Կենտրոնը քաղաք Գավառ։ Գեղարքունիքը կազմավորվել է Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի նախկին վարչական շրջանների միավորումից։ Գեղարքունիքի մարզն իր տարածքով ամենամեծն է և այնքան է, ինչքան Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերը միասին վերցրած։ Հայտնի է Մասրիկի դաշտը, որը ծածկված է արգավանդ սևահողերով։ Կլիման բարեխառն լեռնային է։ Վերջին տարիներին Սևանա լճի մակարդակի ավելի քան 3 մետրով բարձրացումը ոչ միայն խնդիրներ է լուծում, այլև առաջացնում է նոր բնույթի խնդիրներ, կապված շինությունների, լողափերի և անտառների առանձին հատվածների ջրով ծածկվելու հետ։ Բազմազան ու հարուստ է մարզի օգտակար հանածոները։ Մարզի և ամբողջ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն Սևանա լճի քաղցրահամ ջրի պաշարները։ Վայոց ձորի և Տավուշի մարզեր։ Վայոց ձորի մարզ։ Տարածքը 2308 կմ²։ Բնակչությունը 48,5 բնակիչ։ Կենտրոնը քաղաք Եղեգնաձոր։ Տավուշի մարզ։ Տարածքը 2704 կմ²։ Բնակչությունը 121,3 բնակիչ։ Կենտրոնը քաղաք Իջևան։ Վայոց ձորը և Տավուշը բնակչության թվով և տնտեսական ներուժով Հայաստանի Հանրապետության ամենափոքր մարզերն են, նաև ունեն բնական և սոցիալական տնտեսական պայմանների ընդհանուր գծեր։ Վայոց ձորի կլիման լեռնային է, իսկ Տավուշինը բարեխառն։ Վայոց ձորի աշխարհագրական դիրքի համար բնորոշ է այն, որ երկու կողմից ունի ներքին և երկու կողմից արտաքին սահմաններ։ Դեղնահողեր գլխավորապես հանդիպում են Վայոց ձորի միջին բարձրությունների վրա։ Ունեն միջին բերրիություն, սակայն կլիմայական պայմանների պատճառով պահանջում են ոռոգում։ Տավուշի մարզն ունի արտաքին սահմաններ Վրաստանի և Ադրբեջանի, իսկ Հայաստանի Հանրապետության ներսում Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հետ։ Լեռնային մոխրագույն հողեր բնորոշ են չոր կիսաանապատային գոտիներին, դրանք քիչ են, պտղաբեր։ Լոռու մարզ։
Տարածքը 3799 կիլոմետր քառակուսի։ Բնակչությունը 313,2000 բնակիչ։ Կենտրոնը քաղաք Վանաձոր։ Լոռու մարզը տարածքի մեծությամբ հանրապետությունում 3-րդն է, իսկ բնակչության թվով 5-րդը։ Մարզը կազմավորվել է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի նախկին վարչական շրջանների միավորումից։ Մարզի կլիման համեմատաբար խոնավ է։ Վերջին տարիներին Լոռու մարզում են գրանցվել Հայաստանի Հանրապետությունում բնական աճի ամենացածր ցուցանիշները։ Լոռու մարզը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող մարզերից է։ Շագանակագույն հողեր հիմնականում տարածված են Լոռու հովտային և նախալեռնային գոտիներում։ Այս հողերն ունեն լավ բերրիություն և հարմար են գյուղատնտեսական մշակաբույսերի, հատկապես հացահատիկների, բանջարեղենի և կարտոֆիլի մշակության համար։ Իսկ վերջում մայրաքաղաք Երևանի մասին։ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հայաստանի մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, Հրազդանի երկու ափերին։ Երևան անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ, սակայն կան նաև այլ տեսակետներ։ Վերջ, դուք արդեն գիտեք Հայաստանի մարզերի և դրանց հողերի տիպերի մասին։ Ժամանակն է, որ դուք էլ պատմեք մյուսներին։ Իսկ հիմա գնացեք, որովհետև ես դեռ շատ մարդկանց պետք է պատմեմ դրանց մասին։ Հաջողություն։